Հպարտ հայացքով ու հաղթելու ցանկությամբ մտավ օկտագոն, արեց այն, ինչ չէր սպասում նույնիսկ ինքը։ Mix fight, main card, մարտական սամբոյից MMA տեղափոխված Արման Ավանեսյանը մի քանի վայրկյանում տապալեց իրանցի Ալի Արիայելին։ 93 կիլոգրամ քաշային մարտիկը նոր մարզաձևում նորամուտը հաղթանակով նշեց։ Այսպես չէինք տրամադրվել, այսպես չէինք պատրաստվել էինք 3 ռաունդանոց մենամարտի, լավ պատրաստվել էինք, ճիշտ է վերջի 2 շաբաթին մրցակիցից փոխվել է, բայց ավելի լուրջ դիմադրողականության էինք սպասում։ Ջոդաշո, մամա, ջոդաշո։ Այդե, հավաքի։ 3 ռաունդ պայքարեց, վաղաժամ հաղթեց։ Երևանյան մարտերը հաջող էին նաև Արմեն Օհանյանի համար։ 30-ամյա մարտիկին փորձեց կանգնեցնել իրանցի Մոհամմադ Ռեզա Միրզային։ Վերջին ռաունդ, 1 ակնթարթ, 71 կիլոգրամ քաշային Օհանյանը խեղդող հնարքով տապալեց մրցակցին։ Ես գիտեի, որ հակառակորդը շատ լավն է եւ անցյալ mix fight-ին հաղթանակ է տոնել։ Ինքը մարտիկ է իրական եւ ես գիտեի, որ այս մարտը պետք է ընթանար մինչեւ վերջ։ 22 մարզիկ, 11 լարված մենամարտ։ 2025-ի առաջին mix fight-ում ի սկզբանե նախատեսված էր Հայաստանի ու Հունաստանի մարտիկների բախումը, սակայն հույների վնասվածքների պատճառով մրցաշարը հետաձգվեց։ 3 ամիս աշխատում ենք այս մրցաշարի համար, անակնկալներ եղավ, բայց ընդհանուր ռեզուլտատը շատ լավ է, 11 հայային մասնակցում, 11-ից 9 հաղթել են, 2 հայ ապարտվել, բայց հույսով եմ, որ հաջորդը ավելի լավ ռեզուլտատներ կլինեն։ Main card-ում պարտվեցին Հրաչ Սուքիասյանն ու Հայկ Վիրաբյանը։ Սուքիասյանը զիջեց նոկաուտով, Վիրաբյանը մրցավանելի որոշմամբ։ Արդեն մայիսին հայ մարտիկները կհանդիպեն հույներին։ Տիգրան Ֆերեշետյան, Էդվարդ Մինասյան, Fast News։